Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենատարբեր զարգացած կամ զարգացող երկրներից ստանում է շնորհավորանքներ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու եւ թիմի հաջողությունը գրանցելու համար եւ այն պրոյեկտները, որ արդեն նախաձեռնվել են, դրանց ընթացք տալու հույս են հայտնում, Հայաստանի Հանրապետության ներսում թերևս ընդդիմադիր կոչվող ճորտի մտածելակերպով ուժերը ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, այնպես չի, որ եթե ռուսամետ են, ուրեմն ճորտ են, այս բնութագրով չի, չէ, այլ իսկապես դրանք ճորտ են, հենց իրենք իրենցով ու ուղղորդվում են դրսից ու բազմաթիվ ձայնագրությունները, բազմաթիվ արտահոսքերը դրա մասին են հուշում, մեր պետականության դեմ գործողները, այնուամենայնիվ ստացել են քաղաքացիների կվե, քննարկում են մանդատ վերցնել չվերցնելու հարցը, քննարկում են ԿԸՀ դիմելու վերահաշվարկ անելու հարցը, ձեր իրավունքն է։ Սրանք օրենքով սահմանված բաներ են, անկեղծ եթե լինենք, ես ձեզ, ասենք ոնց են ձեր հետևորդները ձեզ հորդորում, որ դուք մանդատները չվերցնեք, իբր քաղաքական ճգնաժամ առաջացնելու համար։ Քանի որ ես կարծում եմ ձեր գոյությունը ազգային ժողովում ինքնին արդեն քաղաքական ճգնաժամ է, ուրեմն ես նույնպես հորդորում եմ ձեզ մի վերցրեք այդ մանդատները։ Իսկապես դրանով դուք մենակ մանշացնում եք ձեզ մինչև քոք։ Իսկ այս պարագայում անգամ ձեր մանդատ վերցնելը չի փրկելու ձեզ պատասխանատվությունից, որովհետև այն խոստումները, որ տրվել են, հանրությունը դրա հետևից գնալու է ու չի կարող դա չիրականանալ։ Ամենատարբեր երկրներից ընդհուպ միջև Մարկո Ռուբիոն էր շնորհավորանք ուղարկել եւ թրիփ ուղու հետ կապված հույս հայտնել, որ առաջիկայում տեմպերը ավելի արագ կզարգանան եւ իսկապես Հայաստանը կվերածվի իր աշխարհագրական այն մեզ սովորացած է, սովետի վաղ ոնց էին սովորացնում մեզ, մինչեւ իմի այդ դասիրակությամբ լիքը հենց այս բառը կօգտագործեմ, լիքը երևույթներ ունենք, չէ՞, որ ասում են, դե մենք աշխարհագրական այնպիսի վայրում ենք, դա ամենավատ վայրն է, դրա համար էլ մենք չենք կարող, մենք պետք է ստիպված ենք, որպեսզի լինենք ռուսի տակ, տոլի պարսիկի տակ, միայն թե ոչ թուրքի տակ, ինչ որ ցած բաներ են ասում։ Մի խոսքով ծանր բան են ման գալիս, մտնեն տակը։ Այնինչ այսօրվա իշխանությունները արդեն մի քանի տարի ապացուցում են, որ մեր աշխարհագրական դիրքը կարող է ճիշտ հակառակ լինել ու հանդիսանալ ամենակարևորը, որովհետև մի կողմից եկեք այսպես նայենք, եթե Հայաստանի աշխարհագրական դիրքը վատն է, ինչի համար են Հայաստանի համար այսքան կռիվ անում։ Վատն է դիրքը, ումա պետք։ Ասենք օրինակ Սահարայի անապատի համար պատկերացնում եք օրհասական պայքար ընթանա։ Իմ կարծիքով չէ, եթե իհարկե այնտեղ նավթ չկա։ Ասենք մոլորակի վրա շատ վայրեր կան, ինչի համար կռիվ չի գնում։ Իսկապես կան այդպիսի տասներ, որովհետև պատերազմները, ժողովուրդ ջան, տարածքների մասին չեն։ Պատերազմները այդ տարածքներում եղածի մասին են։ Հասկանում եք, պատերազմը նրա մասին է, ջրային ռեսուրսները ինչպիսին են, կա այդպիսի քարտեզ օրինակ, բնական ռեսուրսներն ինչպիսին են, հանածոները, թանկարժեք ինչպիսին են, աշխարհագրական դիրքը ինչպիսին է, ճանապարհի, ասենք ինչ որ երկու կողմեր կապող տեղ է, թե ոչ ենթակառուցվածքների մասով, կռիվները սրա մասին են, եւ շատ ամոթ է, որ մենք 5000-ամյա պատմությամբ ու անցած պատերազմների բովով մշտապես գոյաբանական պայքարներով եւ այլն, եկել հասել ենք մի հատ էլ գոյաբանական պատերազմից առնվազն 5 տարի անց, նստած չենք հասկանում, թե պատերազմները ինչի մասին են։ Եվ ու չենք ընկալում, որ զուտ տարածքներ չեն դրանք։ Ասենք Արցախի պատերազմը զուտ տարածք չէր, Արցախը շատ ռազմավարական կարևոր բան էր, որը որ կորցրեցին որոշները իրենց բանակցությունների ընթացքում եւ հետո կապիտուլացրեցին, հանձնեցին եկան։ Հիմա մեր Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն սուվերեն ճանաչված մեր պետությունն է, իր սահմաններով։ Ես սահմանազատման ու սահմանագծման process-ներն էլ ավելի են ամրացնում նրա անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչին դեմ են որոշ ռուսամետ ուժեր եւ Ռուսաստանը ինքը չգիտի մեր սահմանները որտեղ է, չի ճանաչում երևի հետին պլաններ ունի։
Այս տարածքներից էր, որ զիջում էին եւ ինչու էին կոնկրետ Մեղրիի միջանցքը փորձում զիջել օրինակ Քոչարյանը, որովհետեւ հարցը միայն տարածքը չի։ Հարցը ռազմավարական կարեւորությունն է, դիրքն է, տեղն է։ Հասկանում եք։ Ու շատ կարեւոր բան էր դա։ Եվ այստեղ որ նստած երբ էր մի օր ասած բանա, դե փոքր մի 40 կիլոմետրանոց բան էինք տալիս, բայց Արցախը մերն էր։ Լավ է։ Լավ է։ Փոքր ու մեծով ես դու չափում։ Դու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից խոստանում ես 10 մի բանի դիմաց, որը այսպես թե այնպես ոնց որ թե իբր մինչև իմի համարում եք ձերը, այսինքն ձերը ձերի հետ փոխանակում եք, բայց ադրբեջանցու հետ եք բանակցում դա։ Տրամաբանությունը որտեղ է սրա։ Այս խոսույթը նրա համար է ժողովուրդ ջան, որ ձեզ խափեն, մոլորեսնեն, ձեզ գայունական դաշտի վրա աշխատեն։ Ուստա պետք է հասկանալ։ Եվ հիմա եկել կանգնել են արդեն խոսում են, չգիտեմ, ինչից ուզում են։ Գնանք ռուսի տակ մտնենք, որովհետև թուրքը մեզ կուտի, հեսա 300,000 ադրբեջանցի է գալու, ավելի լավ է ռուսը մեզ ուտի, քան թե թուրքը մեզ ուտի։ Այսինքն այս մարդիկ իրենց դիտարկում են ուտեստ։ Չեն դիտարկում, իրենց դիտարկում են սեղանի վրա։ Եվ ասում են ավելի լավ է նրա բերանը մտնենք, քան նրա։ Դուք սրանց խելքին նայեք։ Ու ինչի համար, նայեք, Թուրքի մեզ ուտելու խնդիրը չկա նախ եւ առաջ, սկսենք այդտեղից, ճիշտ հակառակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի բանը քիչ-քիչ չեզոքացվում է, վտանգը, չեզոքացվում է, եւ չեզոքացվում է Հայաստանի ինքնուրույն վարած դիվանագիտության արդյունքում, եւ սա դուրեկան չի Ռուսաստանին, հեչ պետք չի սա, որովհետեւ նա Հայաստանին կարողացել է պահել իր փեշի տակ, բացառապես Թուրքի վախով, բացառապես ուրիշ բան չկա, որ մեզ կարա կապի Ռուսաստանին, գոնե մի բան չկա, այն որ դարավոր եղբայրություն բան, գոյություն չունի այդպիսի բան, Ռուսաստանը այն երկիրն է, որ մեր առաջին հանրապետությունը զավթել է, խորհրդայնացրել է, 70 տարի պահել է, իր տիրապետության տակ, հետո 91-ին փորձել ենք անկախանանք, միևնույն է էլի պահել է իր տակ Ղարաբաղի կոնֆլիկտը հրահրելով։ Հետո Ղարաբաղի կոնֆլիկտից հետո 20 թվականին դա փորձում էր օգտագործել Հայաստանի հարավը վերցնելով։ Ինչ նշանակում է Հայաստանը վերցնելով։ Սա է, եւ որպեսի чтоб никто не догадался, պետք է լինի մի ինչ-որ մի բան, որով որ կարողանաս պայես, ինչն է այդ բանը, Թուրքը։ Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով է գնում, սահմաններն էլ շուտով կբացվեն, ինչը մեր թոքերին է անհրաժեշտ։ Մեր թոքերին, մեր շնչառությունը տնտեսական բացվելու է դրանով։ Եվ այո, եղավ ամենակարևորագույն աննախադեպ հանդիպումներից մեկը Թուրքիայի եւ Հայաստանի գործարարների միջև։ Ինչի իմիջայլոց անցել է շատ դրական մթնոլորտում, որը որ չի լուսաբանվել նորմալ ձևով, որովհետև բոլորը զբաղված էին ուրիշ բան լուսաբանելով։ Հիմա որպեսի արդարացնեն իրենց, թե ինչու են իրենք քանդուքարապ լինող կայսրության տակ ուզում պարկել, իրենց պարկելու հատկանիշները արդարացնելու համար եւ FSB-ում հավատարմության երթումը բանանելու համար, դրական ներկայացնելու համար, ինչ պիտի անեն, պիտի ակտիվացնեն Թուրքիայի ու Ադրբեջանի հոհոհոները, հասկանում եք, որպեսի արդարացվի դա, ասում ես խես դու օտարի լրտես, ասում է բա հո Թուրքի լրտես չեմ լինի, արա դու խես օտարի լրտես, դու խես օտարի լրտես, դու այդ հարցին բահոյով չի, բահոն պատասխան չի, բահոն ենթադրություն է, կարծիք է, դու ուղիղ հարցին պատասխանի։ Եվ այստեղ հանրությանը փորձելով այն պատմական զգացողությունները, որոնք արդարացիորեն գոյություն ունեն հայ ժողովրդի ներսում հանդեպ իրեն ցեղասպանողների, փորձում են դա բերել քաղաքական դաշտ։ Ու ներքաղաքական դաշտում փորձում են դա կերել, որպեսզի փակեն իրենց օտարի ճորտ լինելու բանը, գնահատականը։ Սա է խնդիրը։ Հիմա ես նստելու եմ սպասեմ, ամեն օր նստելու եմ սպասեմ սրանց ասած 300,000 ադրբեջանցիներին, տեսնեմ ուր են։ Ու ամենավատը, որ այս մեդիա տիրույթը այնքան արդեն չափերն անցել, որ այո, մարդկանց ուղեղի մեջ դրել է,
Այս շատ քաղաքացիներ, ովքեր նրանց ձեն են տվել, անկեղծ եմ ասում, տվել են, որովհետև մամուլի ազդեցության տակ են եղել, մանիպուլատիվ ազդեցության տակ, որը որ նույնպես ըստ արտահոսքերի ենթարկվում էր Կրեմլի շտաբին, Կիրիենկոին։ Մի հատ բացեք, տեսեք այդ որոնց անուններն էր գրված, ու նայեք այս 5 տարվա մեջ ինչեր են խոսել։ Ինչ խոսել են, այդ սա սուտ է։ Այդ սա եղել է համակարգված աշխատանք։ Ոչ թե եղել է ձեզ լուսաբանելու համար, այլ եղել է ձեզ մոլորեցնելու համար, համակարգված աշխատանք, ձևակերպումներից սկսած։ Ու այդ ամեն ինչի արտահոսքը կա, բայց խիտ են շուտ փակեցիք այդ թեման։ Ձեռ չէր տալիս։ Այդ ոնց է լինում, Նիկոլ Փաշինյանը մի օր սարկազմով ասում է Շուշին դժբախտ դժգույն քաղաք էր, նկատի ունենալով ուրիշ բան, 5 տարի ամեն օրով լուսաբանեցիք։ Այդ ոնց է լինում, Նիկոլ Փաշինյանը 7 տարի առաջ ասում Արցախը Հայաստանի հետ, մինչև հիմի այդ հետևից գնում եք։ Բա մի հատ էլ էս արտահոսքերի հետևից գնացեք։ Լավ շատ չէ, մի ամիս։ Չեմ ասում 10 տարի, 5 տարի, 7 տարի, то մի տարի էլ չեմ ասում, մի ամիս։ Ու տեսնենք ինչ կստա, բախի չեն գնում, որովհետև այդտեղ մոլորեցնելու խնդիր չունեն, այդտեղ շատ չունեն։ Եվ այն քաղաքացիները, ովքեր երբեմն մտնում են իմ Facebook-յան գրառումների տակ էլ հոխորտում են, հեսա դե թուրքը կգա դու կտեսնես։ Նրանք պարզապես իմ խղճահարությունն են առաջացնում։ Շարժում են իմ խղճմտանքը իրենց հանդեպ։ Որովհետև այդ մարդիկ ապրում են զուգահեռ իրականությունում, գերի են։ Խոսում եք գերիներից, չէ՞, որ Հայաստանում բնակչության մի 30% կա, որ գերի է, մանիպուլյացիաների ու մեդիա բուլինգների գերին է։ Եկեք այդ գերիներին ազատագրեք, դե տենց գերիների մասին մտածող եք, ձեր գերիներին ազատագրեք, ազատ նորմալ լուրեր ու տեղեկություններ հաղորդեք, բա ինչ եք գերի վերցրել։ Ու հիմա էլ նստած ամեն մեկը բնութագրեր է տարածում, ովքեր Նիկոլին ընտրել են ու վիրավորական արտահայտություններ։ Նախ ես կոչ եմ անում այս բաներին, պարագլուխներին, այս եռագլուխների այդ ղեկավար անձնակազմին, մի հատ ձեր հետևորդներին կոչ արեք։ Ձեր կոչից հետո կնկալեն, չէ, դա ինձ քիչ է հետաքրքրում, բայց դուք այդ կոչը արեք, որ հավատանք, որ դուք իսկապես տեն ժողովուրդ ասվածը տենց նկատի չունեք մենակ ձեր ուզած մարդկանց, էլի ում որ հասել եք, այլ դուք իսկապես ժողովրդին եք դիմում։ Դիմեք, ասեք այդպիսի բաներ բնութագրեր չլինեն։ 680,000-ի էին վիրավորում, հիմա 720,000-ի են վիրավորում, արա։ Հիմա եթե դնենք, սկսենք հակադարձել ամեն վիրավորողին, հակադարձել են տնով, տեղով, ցեղով, հանենք օթերով, ստացվելու է, որ ատելություն ենք, չէ՞ սերմանում։ Բայց ոչնչությունները մինչև իմի չգիտեն, որ ցանկացած գործողություն ունենում է հակազդեցություն։ Չգիտել եք տարական բան, բայց տարական բառը չիմացողը կարա իմանա ինչ է նշանակում 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան։ Հենց այստեղ էլ եղել է իրանց հաշվարկը։ Ու շատ հիմնավոր ձևով ձեր հետևորդներին ինչ ուզեմ կարող եմ ասել, բայց ինձ թույլ չեմ տալիս, չէ՞։ Գժի դարա, ով ինչ ուզում խոսում է, ոնց ուզում մեկնաբանում է։ Հիմա էլ դրան, դե գիտեք մենք մանդատները չենք վերցնում։ Մի վերցրեք բա։ Բա ուրա մեզ տենց բախտ չվերցնեք։ Չվերցնեք նորմալ ազգային ժողովում, միևնույնն է։ Ես ինչքան նայել եմ 5 տարի շարունակ, իմ աշխատանքն այնպիսին է, որ ես պիտի կառավարության նիստերն էլ ժամանակ գտնեմ, դիտեմ ազգային ժողովի նիստերն էլ, այնտեղ կան անգամ այնպիսի բաներ, որը որ ձանձրալի է ինձ համար, հա, օրինակ ասենք թվաբանությունը, որը որ տնտեսության հետ է կապված լինում, կենտրոնական բանկեր, դրանք ինձ համար ձանձրալի են, բայց ես դիտում եմ, որպեսզի տեսնեմ, հələ դիտարկումներ անեմ, որ կարողանամ գամ այստեղ, մարդկանց չխաբեմ, իմ տպավորություններով ու ասելիքով կիսվեմ։ 5 տարի նայում եմ, կառավարության հետ հարց ու պատասխանին մի անգամ եք ամբողջ կազմով ներկա եղել, են էլ գիտեք ինչի, որպեսզի սպասարկեք ձգձգումը, որ դրսում Գալստանյանը կարողանա ինչ-որ ոստիկանների վրա հարձակվելով քարեր նետելով, իրենց ոհմակով կարողանան հեղաշրջման փորձ անեն։ Սա է եղել։ Կառավարության հետ հարց ու պատասխանից ավելի կարևոր բան ինձ համար որպես քաղաքացի, հա, գուցե
պատգամավորների համար ավելի առաջնային կարևորություններ կան, օրենքների մշակումները եւ այլն, ասենք, որոնք որ տեսախցիկի առաջ են, հա, աշխատասենյակային աշխատանքներ են։ Սրանից ես տեղյակ չեմ, բայց մի բան հաստատ է, որպես քաղաքացի ինձ համար հետաքրքրության ու առաջնահերթության դիրքում հենց կառավարության հետ հարցու պատասխանն է, որտեղ որ բանը ազգային ժողովի պատգամավորները մանդատակիրները բոլորիս ընդ որում է, Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի բոլորիս մանդատակիրները հավաքած հարցադրումները, բողոքները, քաղաքացիների դիմումները արդեն ձևակերպած հարցի տեսքով տալիս են այս կամ այն նախարարին ակնկալելով պատասխան, այսինքն քաղաքացու հարցը, խնդիրը գալիս է առաջին պլան։ Կառավարության հարց ու պատասխանին շատ է եղել, շատ դեպքերում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ով որ իշխանություն է, ով ըստ էության ձևավորել է կառավարություն, շատ դեպքերում ավելի ընդդիմադիր դիրքորոշում է ունեցել ու ավելի ընդդիմադիրին հարիր հարցադրումներով է հանդես եկել, քան ընդդիմադիրները։ Հազարավոր տես բաներ կարող եմ ցույց տալ։ Պատգամավորը ոնց է բանավիճում նախարարի հետ, ոնց է քաղաքացու խնդիրը դնում առաջին պլանում ու ասում էստեղ այս խնդիրը կա։ Ու ոնց ուզում է նախարարը արտահանում, մի տեսակ չի ստացվում։ Տեղեր կա, այո, շատ սուր են լինում հարցադրումները։ Եթե իհարկե ցավոք մեր քաղաքացիների մի մասը գիտի թե սուր հարցադրում դա նշանակում է վիրավորանք։ Տենց է էլի ինչ որ տենց դասիրակություն ա մտել։ Իհարկե գիտենք որտեղ արենքից ա մտել, այնուամենայնիվ սուր քաղաքական խոսույթի ձևակերպմամբ այնպեսի սուր հարցադրումներ կարող ես անել, որ էլ ասելու չի։ Եվ եթե մի փոքր քաղաքականապես հարուստ լիներ, ձեր շատերի միտքը, կընկալեիք, թե ինչ տիպի բարդ հարցադրում է իրականացնում։ Այս կողմից քաղաքացիական պայմանագիրը կրկնում եմ, շատ ավելի շատ դեպքերում է եղել ընդդիմադիր, քան ընդդիմադիրները ազգային ժողովում։ Քանի օրինակ ուզում եք, ասեք վաղը պատրաստած բերեմ, հերթով ցույց տամ ձեզ։ Բայց հիմա եկել եք մանդատը չէ, յանի որ այդ ժամանակ վերցրել եք։ Մի քաղաքացի ձեզ հարցով չէր դիմում։ Չէր դիմում ինչի համար, գիտեք, ձեր հետևորդները ձեզ չէին դիմում, որովհետև գիտեն, որ դուք հարց լուծող չեք։ Դուք չեք գնացել ազգային ժողովում քաղաքացիների հարցը, կամ դուք պիտի նայեք մի հատ, էսի ձեր ընտրողներից է, թե չէ նոր հարցը բանալ։ Ես լինելով հասարակական կազմակերպության ղեկավար, երբ ինձ քաղաքացիները դիմում են, իմ ամենաչսիրած հատվածը, երբ որ հանկարծ իրանք ինձ ասում են, որ իրանք որ քաղաքական ուժի բան են։ Ես ասում դրա կարիք, ինչ եք ասում ինձ։ Ինչ եք ասում։ Կա այս խնդիրը, փորձենք օգտակար լինենք, լուծենք, չի ստացվի, անկախ նրանից դու կլինես դաշնակ, հանրապետական, ԿՊ-ական, թե ինչ, ինձ քիչ է հետաքրքիր դա։ Ինձ բացարձակ հետաքրքիր չի դա։ Քաղաքացին ինձ համար բարձրագույն արժեքն է, ու վերջ։ Մնացածը երկրորդական, երրորդական են։ Դուք այդպիսինը չեք։ Այդպիսինը չեք ու ես դա նույնպես գործով ապացուցել եմ։ Ես եկել եմ ազգային ժողովի մոտ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիների հետ հարցաշար եմ մուտք արել ազգային ժողով, այնտեղ հանրահավաք անելով, փոքրիկ, բայց հանրահավաք անելով։ Ուղարկել եմ նույն հարցադրումները համ ձեզ, ընդդիմադիրներիդ, երկու ֆրակցիաներին էլ իմիջայլոց, համ ազգային ժողովի նախագահին եմ արձեռն տվել, համ ուղարկել եմ քաղաքացիական պայմանագրին։ Իմիջայլոց եթե ուշադիր լինեիք, այդտեղ ձեր շահերից բխող բաներ կար։ Իհարկե, որպես քաղաքացի իմ դիտարկումը կար այնտեղ ընդհանուր առմամբ ազգային ժողովի գործողություններին, բայց սրա մասին ընթերցեց միայն քաղաքացիական պայմանագիրը ամբյոնի մոտից։ Բայց գնեք ընթերցեք, ժողովուրդ ջան են, որ ասում եք, ժողովուրդ ջան, ուրեմն, բայց ժողովուրդ ջանից հավաքվել էր, եկել էին կոնսենսուսով այդ ժողովուրդը հրապարակային ձեզ թուղթ էին հանձնում։ Հիմա դուք ուզում եք այդ նույն ժողովուրդ ջանին նես բանանեք, թե որ տենցա մանդատը չենք վերցնի, մենակ երջանկություն կպարգևեք։
Շատ խորապես շնորհակալ կլինեմ եզակի անգամ։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն, չեք պատկերացնի ինչ եմ ընթերցում։ Պատկերացնում եք, ուժեղ Հայաստան դաշինքը սկսում է ընտրախախտումների գույքագրում։ Հասկանում եք։ Գոհար Մելոյանի կոչը քաղաքացիներին, իհարկե տեսանյութով նույնպես կա։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Գոհար Մելոյանը, այս Գոհար Մելոյանը նույնն ենք էլ Գոհար Մելոյանն է, ով մինչև հիմա գիտեր թե Կիրանցը Ադրբեջանում է։ Իմիջայլոց այդ Կիրանցում նույնպես եղել են ընտրություններ։ Կիրանցիները մասնակցել են ընտրություններին Հայաստանի Հանրապետության։ Այնտեղ եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կետ։ Իսկ Գոհար Մելոյանը գիտեր, որ Կիրանցը Ադրբեջանում է։ Հետընտրական ուղերձով դիմել է հայրենակիցներին եւ զանգվածային լրատվության միջոցներին, նրանց ումորց որ Ալիկա Ալեքսանյան SMS-ով նկարներ էր ուղարկում, ասում էր էսի մի հատ այս ձևի միտք շարադրելով հրապարակեք։ Դա այդ արտահոսքը նույնպես չէ եղավ։ Հենց սկզբում էր քարոզ արշավի։ Հայտարարելով, որ տեղի ունեցած ընտրություններն աննախադեպ են արձանագրված խախտումների ծավալով, նրա պնդմամբ հրապարակված պաշտոնական թվերը չեն արտահայտում հանրության իրական կամքը։ Գոհար Մելոյանին մի հատ բան հարցնեմ, հələ մինչև շարունակությունը կարդալը։ Ինչի հանդեպ են աննախադեպ։ Տես, աննախադեպ երբ են ասում։ Դու Ինչքան որ ես տեղյակ եմ, ինձնից գրագետ մարդ ես, հատկապես իրավաբանական կրթություն ունես, ես չունեմ այդ կրթությունները, եթե իրավաբանական կրթություն ունես, առնվազն ավագ դպրոց կամ 10-րդ դասարանը մեր ժամանակների ավարտել ես, ես չունեմ այդ կրթությունը, հազար ներողություն, բայց ես մի բան հաստատ գիտեմ, որ աննախադեպ համարվում է այն, որը որ, ասենք, նմանատիպ դեպք երբևէ Այս ինչ իրավիճակներում չի եղել, դա աննախադեպ է, չէ, նախադեպայինը նախադեպ, այսինքն եթե սա աննախադեպ է, հաջորդը եթե դրա նման լինի, դա լինում է նախադեպային, չէ, լինում է, որ սա բերվում է որպես նախադեպային օրինակ, հիմա դու ասում ես աննախադեպ է, այդ խախտումները, ինչի համեմատ, այսինքն դու ուզում ես ասել, որ Հայաստանի Հանրապետության ընտրություններում մինչև 91-ից, մինչև 96-ից, մինչև 26 թիվը այս ընտրությունները աննախադեպ խախտումներով են եղել, այսինքն այն մյուսների համեմատ ասենք Դու առհասարակ Հայաստանում ընտրությունների մասնակցել ես մինչև 18 թիվը։ Դու ինչ-որ պրոցեսների մեջ ներգրավված եղել ես մինչև 18 թիվը։ Ընտրություններ խախտելու համար մարդ են գնդակահարել Երևանի ընտրություններ խախտողները, դրա դեմ պայքարողներին գնդակահարել են Երևանի կենտրոնում։ Դու տեղյակ ես առհասարակ դրանից։ Ընտրություններ խախտողները մի հատ ժեկի թղթով եկել առաջադրվել են նախագահ, դու տեղյակ ես դրանից։ Այ դուք, հենց դուք, ձեր ուժը, եթե կարելի է դա քաղաքական անվանել, այ հենց այս մենտալիտետով եք մասնակցում Քարոզ արշավին։ Լսում եմ ես ձեզ, եթե դուք այս խոսույթը ինչ որ օգտագործեցիք այս մի ամսվա մեջ, Քարոզ արշավ, օգտագործեիք օրինակ 2003 թվականի ընտրություններին, հնարավոր է ձայներ ունենայիք, մեծամասնություն, իհարկե Քոչարյանը դա թույլ չէր տա, վերջում կսվաղեր պատերով էլի մի հատ, այնտեղ տրցակներով նես լցոնած կլներ, այ դու նախադեպը այդտեղ կտեսնեիր։ Բայց այն խոսույթը, այն ամեն ինչը որ դուք խոսում եք Քարոզ արշավի ժամանակ, շատ հին էր։ Ձեր պատկերացումները շատ հին են, գիտես ինչու, որովհետև ձեր առաջնորդները տևական ժամանակ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ ուղիղ շփումներ չեն ունեցել։ Իրաք այն ժամանակ, որ Հայաստանից գնացել են, այդ ժամանակվա պատկերացումներով մինչև այսօր ապրում են։ Բայց կարդանք։
Կարմելոյանը նախ խորին երախտագիտություն հայտնել բոլոր համակիրներին ու աջակիցներին, ովքեր այդ ընթացքում եղել են իրենց կողքին, նորմալ է։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, մեր համակիրներ, աջակիցներ, մարդիկ, ովքեր մեր կողքին են ու բռունց դարձած կռիվ ենք տալիս։ Ում դեմ եք կռիվ տալիս։ Ում դեմ։ Գիտեք, այս ձևակերպումը ես ուշադրության կենտրոնում չէի պահեք, ասեի դե մի փոխաբերական իմաստով օգտագործվում։ Եթե սրանից առաջ էլ Նարեկի խոսույթը հաշկոյություններ, առյուծի նման կռիվ տվեցինք, ասում է։ Ասֆալտի ֆիդայիների պատկերացումների հետնորդներն են։ Ում դեմ եք կռիվ տվել։ Ինչ զենքերով եք կռվել, կարելի է իմանալ։ Արհեստական բանականությամբ, Ալիևին օրական մեծ ցուցադրելով, ահաբեկելով մարդկանց ու խաբելով 300,000 ինչ-որ ադրբեջանցիների մասին, խաբելով 300,000 աշխատատեղերի մասին, ստերով, փողով առնելով, կաշառքով առնելով մարդկանց ձեները, հետո նրանց հայհոյելով, պատերազմի հաշմանդամ տղերքին հայհոյելով, էս է եղել ձեր կռվի մեթոդներն ու զենքերը։ Իհարկե, կռիվ եք տվել, հա։ Իսկ մենք պաշտպանվել ենք, որքան կարողացել ենք։ Քաղաքական գործ չի փոխանցման, բայց իմացա, Գարմելոյանը արդեն քաղաքական գործիչ է։ Դաշինքն այս պահին ակտիվորեն զբաղված է ընտրական գործընթացքում արձանագրված թե բովանդակային եւ թե տեխնիկական խախտումների հավաքագրմամբ, որոնք էական ազդեցություն են ունեցել քվեարկության վերջնական արդյունքների վրա։ Ինչ է նշանակում հավաքագրմամբ։ Արձանագրած չունեք ձեր մոտ։ Ասենք ընտրությունների օրը ժամը 8-ին տեղամասը փակվել է, բացվել է 8-ին փակվել է։ Հազարավոր ձեր աջակիցներ ամեն տեղամասում ունեցել եք ներկայություն, թե հանձնաժողովի անդամի, թե նախագահի եւ թե վստահված անձի տեսքով։ Ինչ որ մի բան որ եղել է, ձեր շտաբի հետ կապ չեն ունեցել, ինչ որ չի եղել այդ կապը, որ ասի ստեղ էս ինչ խախտումը կա։ Ու դուք արձանագրեք դա ձեզ մոտ։ Հիմա ընկել հավաքագրում եք ումից։ Ժողովուրդ ջան, ով տեսել է անդրախախտում, մի հատ եկեք մեզ ասեք, տեսնենք ինչ, ասես, բարձր սարի կանգնած աղաղակում եք։ Արձանագրած պիտի ունենայք։ Ասեմ ավելին, եթե չունեք, ոչինչ, գլուխը կարը։ Դիմում եք Դանիել Յոհաննիսյանին, մարդ ասում է 800 խախտում եղել։ Բան, տարբեր բանի մասին չի, լցոնումների մասին չի։ Խոսքը շատ են այս խախտումներ, որոնք որ տեխնիկական են ու չեն կարող ազդել ընտրությունների բանի վրա կամ ուղղորդումներ բաներ։ Դիմեք մի հատ նամակով, ասեք, խնդրում ենք հատկացնել այդ ձեր արձանագրած խախտումները։ Իմ կարծիքով Դանիել Յոհաննիսյանը ձեզ կտա դա։ Եթե չտա, վերցրեք ձեր այդ լրատվականներով Կիրենկոից ուղղորդող, ասեք, դիմել ենք Դանիել Յոհաննիսյանին չի տալիս։ Ես էլ կնստեմ ուստեղ կասեմ Դանիել Յոհաննիսյան ջան, դու պարտավոր ես տալ։ Դու պարտավոր ես ո՞րն է դա առհասարակ էթիկայի կանոններն դու պիտի տաս։ Բախես դու գնացել անկախ դիտորդ եղել։ Չէ՞։ Հիմա բարձր սարերին կանգնած գոռում եք ժողովուրդ, ով որտեղ ինչ տեսել է, եկեք մեզ պատմեք, այսինքն բամբասանքի մակարդակի թեմա է կեփում։ Տեսնում եք, չէ՞, բայց սա խնդիրը գիտեք որն է, ժողովուրդ ջան։ Նրանք տևական ժամանակ պատրաստվում էին բանին հետընտրական զարգացումներ իրականացնելու, իրենք շատ լավ գիտեն ինչ են անցնելու ու նրանց խոսույթում դա ակնհայտ էր, ասեմ ավելին նրանցից շատերը այն իրենց տարածքային կառույցների շտաբերը որ վերցրել են, պայմանագրերը մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր էին կապել, եկեք մեկը հարցրեք ինչի համար, եթե հունիսին վերջանում է, ինչա մինչև հոկտեմբեր, լավ հունիսը մինչև վերջ թող գնա, հուլիսն էլ մի կեսը, բայց խի սեպտեմբեր-հոկտեմբեր, այդ դրա համար, որ նախապատրաստում են, հետո ինչ-որ մի պայես նրանց վստահությունն այնքան մեծ էր, որ սկսեցին մի քիչ թուլացնել իրենց խոսույթում այն ենթատեքստը, որ ես գոնե զգում էի, որ հետընտրական պրոցեսներ կզարգացեն։ Հիմա նորից փորձում են այդ փուչիկը փչել, այստեղ այնտեղ գոռալով ժողովուրդ ընտրախախտում։ Ընտրախախտում անողը դուք եք, ձեր առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ իրա բերանով ասեց, մի 70 հոգի ունեք։ Կալանավորված մարդ, մի 800 հոգի էլ ձերբակալված մարդ։ Մոռացել եք, կներեք, Նարեկը Կարապետյան ասում էր, որ նրանք ապօրինի են ձերբակալվել։ Հա?
Նարեկ Կարապետյան ապորինի, իսկ այդ ձերբակալվածներից որևիցե մեկը փորձել է դիմել օրինակ միջազգային դատարան, բանը մարդու իրավունքների պաշտպանին, մյուս կռիվ տալիս է, որ ախպեր ջան, ես իմ համար գնում եմ ինձ եկել ձերբակալում եք, էսի չեք անում։ Դիմել է։ Մի հատ հայտարարություն։ Տարածեք, ես դուրս գամ, գնամ այնտեղ կանգնեմ, միտինգ անեմ, ակցիա անեմ, որ տվյալ քաղաքացուն ազատ արձակեն։ Իմիջայլոց այստեղ ես ուզում եմ մի հատ համառոտ անդրադարձ անեմ Արթուր Օսիպյանի թեմային։ Բարիս ամենաուղիղ իմաստով ասեմ, Արթուր Օսիպյանը աչքից լույսը չի ու իր հրապարակումները ինձ միշտ նյարդայնացրել են, որովհետև շատ այլ իրականության մեջ ինչ-որ բանի խոսույթի տպավորություն են թողել, բայց նա իրավունք ունի, ինչպես ցանկացած քաղաքացին, նա նույնպես իրավունք ունի ազատ արտահայտվելու։ Ու իր պատկերացումները կարծիքը գրելու։ Ես դատապարտում եմ այն խոսույթը, որ նա ձևավորել էր իր Facebook-յան պատին, ինչից հետո գնաց հանդիպեց Նիկոլ Փաշինյանին։ Ես դատապարտում եմ դա, որովհետև դա շատ վատ խոսույթ է հասարակական կամ քաղաքական գործի համար, ինձ ցույց տվեք, որ տեղա գնամ մի հատ էս անեմ, այն անեմ, սենց բաները դատապարտում եմ, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նրա ձերբակալությունը, կալանավորումը անհամաչափ է իրավական տեսանկյունից եւ եթե Հայաստանի Հանրապետությունում խոսք է լինում քաղ բանտարկյալներից, իհարկե Հայաստանում քաղ բանտարկյալ չկա, Արտուրը, բայց կարծես թե մոտենում է այդ նշաձողին, ինչը շատ վատ է մեր պետության համար։ Ուստի իրավապահ մարմինները կարծում եմ պետք է հստակ բացատրություն տան, թե կոնկրետ ինչու՞մ է մեղադրվում Արտուր Օսիպյանը։ Ինչ քրեական օրենք եւ այլն եւ քրեականը վարչային ինչա մի հատ դրա մասին մեզ ասեք։ Այո, կրկնում եմ, ելի ես դատապարտում եմ Արտուր Օսիպյանի մոտեցումը, բայց նրա ձերբակալությունը կարծես թե լուրջ հարցեր է առաջացնում, ինչը ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ կարող թույլ տալ։ Իմ պետության շահերից ելնելով բնականաբար։ Հիմի Գոհար Մելոյանը հատուկ կոչ, քաղաքացուն հասանելի պատճառներով թույլ չեն տվել քվեարկել ընտրատեղամասում, գրանցող սարքը մատնահետ կվերցնելուց հետո չի աշխատել կամ խափանվել է, Գոհար Մելոյան, ուրեմն այդ մատնահետքի սարքը երբ որ խափանվում է, իսկ դա տեղի ունենում է, ասեմ ավելին, այդ մատնահետքի սարքը բանը ձեր առաջնորդի Նարեկ Կարապետյանի պապայի շեֆը մի քանի անգամ իր բոլոր մատները չեն անցել այդ մատնահետքով։ Կամ մատերն է խափանված եղել, կամ մատնահետքի սարքը։ Նման բան լինում է։ Դա այնտեղ այլ կերպ է այդ հարցը լուծվում։ Սարքի տպած կտրոնի վրայի թիվը եւ ընտրողների հիմնական ցուցակի թիվը չեն համապատասխանել միմյանց, արձանագրած ունեք, համեցեք։ Մենք հիմա զբաղված ենք այդ ոչ տեղեկատվությունը գույքագրելով, որպեսզի դրանց իրավական ընթացք տանք, ժողովուրդ ջան, ուժեղ ենք եւ դեռ գործ ունենք անելու։ Այո, գործեր ունեք անելու։ Ունեք անելու, գնացեք, սկսեք անել։ Բայց երբ որ խոսում եք համատարած ընտրախախտումներից, ասեմ, որ ընտրախախտումները, որոնք որ ազդում են ընտրությունների արդյունքների վրա, ազդում են հավասար ներկայանալիության վրա քաղաքական ուժերի եւ այլն, ասենք ոնց կարելի է մտածել Նարեկ Կարապետյանի քաղաքական փորձը համեմատել օրինակ Արամ Սարգսյանի քաղաքական փորձի հետ, կարելի է համեմատել։ Չէ, բայց ոնց է լինում, ասես գալիս եք, մտնում եք միլիարդներ ծախսելով, հանկարծ դառնում եք ընդդիմադիր առաջին ուժը, Արամ Սարգսյանը չի հաղթահարում 2%-ի շեմը։ Ոնց է լինում։ Դա հենց նրանից է, որ քաղաքական դաշտում քաղաքական ներկայանալիության բաները խախտված է եղել։ Դա հենց այն միլիարդներն են ապօրինի, որ ֆռում էին, որ բանի մեջ էին, լվացվում էին Հայաստանում։ Հիմա եթե խոսում եք ընտրակաշառք կեղծիքներից, սա է հենց, ես այստեղ ունեմ հարցեր։ Մարդիկ էլ դիմեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով, չկասեցվեց սրանց գործունեությունը։ Իսկ ինչա պետք անել։ Կարող ենք հիմա իմանալ, լավ, չնայած մի կողմից ասեմ, հենց առաջին ձայնագրությունները երբ որ եղան, բոլոր կուսակցությունները, ովքեր որ մաքուր են, պարտավոր էին մեծ աղմուկ բարձրացնել սրա շուրջ ու ճնշում գործադրել, որպեսզի բանը դուրս գա։
Գոնե միասնական ճակատ ստեղծեին, բանի ոչ թե միասնական մասնակցային ընտրություններին, ոչ ընտրակաշառքը մերժելու process-ի շուրջ միասնական ճակատ պիտի դրսևորեն անկախ իրենց քաղաքական գաղափարախոսությունից ու դիրքորոշումներից։ Ափսոս դա մնաց վերջին օրը եւ միայն վերջին օրը միայն Արամ Սարգսյանի ուժը ներկայացավ այնտեղ։ Ինչը բոլորից հասկանալի էր հենց ամենասկզբից, որ չի կարա ընդունվի։ Այդ գիտեք ֆուտբոլում էլ է, չէ՞ լինում, սպորտում էլ է լինում այն շատ կարևոր խաղերի ժամանակ, այն որ հա եթե 4 օրենքով նայես, այս ինչ խաղացողին ստեղ հասնում է, չգիտեմ, կարմիր քարտ, բայց այն ամենավճռորոշ վարկյանի բանը, ասում են չէ, հիմքը մի քիչ թույլ է։ Հիմքը կա։ Բայց այդ պահին արդեն բանա։ Մի խոսքով, այնպես որ Գոհար Մելոյանին կխնդրեն գնա իրենց ոնց էին ձեզ ասել, այս ինչ գյուղում զանգ եմ ասեմ 150 հոգի ձեն կտան, հետո այդ գյուղը նայում ենք 3 հոգի է ձեզ ձեն տվել։ Բայց միլիոնները տվել եք, այ գնացեք այդ տղերքից ստացեք ձեր փողերը, Ռուսաստանից եկածներին, իմիջիայլոց այս Ռուսաստանից եկածներն են Ռուսաստանը հայության պատվի հետ մեռան խաղալով, իրանց այդ որ եկաք ու գնացիք, գոնե մի երկու օր ձեր հարազատների գերեզմաններին հասցրեցիք գնալ մի հատ խունկ ծխել։ Թե հրահանգը ուրիշ ձև էր, այդ որ եկաք Հայաստան, գոնե մի երկու օր մնայեք, կարող է շփվեինք, մի քիչ կարոտներս իրարից անենք, կարոտած կլինեիք, չէ՞, մեզ Հայաստանը, թե չէ։ Խի եկաք, խի գնացիք։ Օդանավակայանի հերթերը տեսել եք, ժողովուրդ ջան։ Լավ, հա, գոնե մի հատ գառնի գեղարդ գնացիք եկաք այս ընթացքում։ Սա գիտեք ինչն է։ Այս մարդիկ ինչից են նեղվում։ Իրենք երբ որ գնացել են Ռուսաստան, այդ ժամանակ Հայաստանը ծանրագույն վիճակում էր։ Հետո երբ որ 3 տարին, 5 տարին մեկ գալիս էին Հայաստան, դեղին շորտիկով, սպիտակ մայկով, բանով, իրանք տենց իրանց համայնքում, իրանց բակում, իրանց գյուղում տենց կայացած մարդիկ էին խաղում որպես էլի ձեռներն է փող կամ մի հատ բան անենք, մի հատ կրակ վառենք, բան։ Մեր աղբերը Ռուսաստանից այեք է ժողովուրդ եկեն, բեր բանց։ Իրանք կարողանում էին մարդ զգալ։ Հիմա Հայաստանում կյանքը նորմալացել է, ու երբ որ իրանք գալիս են, իրանք ընդունում են նրանց ոնց որ մնացածներին են ընդունում։ Ու սրանք այստեղ այդ կարևորվածությունը թուլացել է։ Ու իրանք այստեղ սկսում են խանդել, նախանձել, չարանալ, էլի։ Ոնց արա, դուք այնքան վատ պիտի ապրեք, որ ես երբ որ Ռուսաստանից 3 տարին մեկ, 8 տարին մեկ գալիս եմ, սենց գա կարա սաղը իմ կողքը լինեք մի հատ էլ ինձնից սենց բան հայացքով նայեք ինձ, թե ես ինչ աշխատ տեսած մարդ եմ։ Այ հենց այս զգացողություններն են սրանց խեղդում։ Իրենց ապրած երկրում վստահաբար սկի ճանապարհ չկա, որ իրենց մաքուր հասցնի դեպի իրենց վարձով վեկալած բուդկի հայատ։ Հիմա եկել քենը մեզնից են հանում։ Եկել եք։ Բա սաղ կյանքներդ Ռուսաստան ապրել եք։ 10 օր Հայաստանում մնալու փող չունեք։ Աշխատել եք, բան դուք գիտեք Ռուսաստան ինչ գործերի, ամեն մեկը մտ հեղինակություն, այն մեկը вообще ասում է Սամվելի ընկերն եմ, մյուսը ասում է ես էս եմ։ Մի 10 օր մնալու փող չունեք Հայաստանում։ Մի քիչ գոնե ձեր մնալով, գումար ծախսելով, մեր մոտ Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից մի քիչ կակտիվանար, էլի։ Գոնե այդ մի հատ օգուտը տված լինեիք, էլի։ Ձեզ մի տեսակ բոր չեք զգում։ Ձեզ մի տեսակ տենց եզրասի ճորտ չեք զգում։ Ձեզ կամֆորտ է, որ հեսա գնալու եք այնտեղ ու պիտի ներկայանաք, որ արել եք հանձնարարությունը, կոմֆորտ է դա։ Ու տենց շարունակելու եք մնաք որպես շիստյորկա։
Դա ձեր համար ինչա հաճելի է, ինչ որ տարփանք եք ապրում։ Շշմելու բաներ են։ Իմիջիայլոց մեր եթերաժամը մոտեցավ ավարտին, ժողովուրդ ջան, ես մի նյութ էի պատրաստել, երևի վաղը կանդրադառնանք, միևնույն է, այս ընթացքում խոսելու ենք հիմնականում այս ընտրություններից ու հետընտրական process-ներից, այն Ավետիք Չալաբյանի հայաքվեն էր Սաթիկ News-ով ոնց որ հրապարակում արել, մոռանալով երևի այն ձայնագրություններն ու արտահոսքը, թե ինչպես է նա խրախուսում, որպեսի Ռուսաստանում հայ գործարարներին ճնշեն։ Բայց դրա մասին կխոսենք վաղը։ Լավ մնացեք, եթերում ազատ շփումներ։